Մեր այս տատը 7 աղջիկ և 1 տղա է ունեցել, սիրով նրանց շրջապատել, աշխատասիրությամբ վարակել, իրենց հունի մեջ են մտել, աշխատասիրությամբ ծնողներին են նմանվել, այս տարիքում դեռ աշխատում, թոռ ու ծոռ է նախնամում, սակայն իրեն տիկնիկներին չի մոռանում։ Իրականում մարդ մարմնով է ծերանում, հոգին ընդմիշտ մանուկ մնում, մարմնին է ղեկավարում։ Եկեք մի քիչ պատկերացնենք, մանուկն է, որ իր մոր փորում, ինչ ուզում է, այն է անում։ Հենց լույս աշխարհ է դուրս գալիս, փորձություններ հյուր են գալիս, փորձանքների միջով անցնում, բնազդով է ղեկավարվում, բնազդով մոր կուրծքն է գտնում, սովն այդպես է հաղթահարում, թե սուս մնա ու չճչա, մայրը երբեք կուրծք չի տա, այս մի փորձը հաղթահարում, հաջորդ փորձն է դեմը չոքում, բարուրի մեջ խոնավություն զգում, ճչալով է մորը կանչում, ղեկավարել է սկսում, թե դու ով ես, լույս աշխարհ ես ինձ բերել, հանկարծ ինձ չարհամարես, ժամանակին կերակրիր, դուրս ժայթքած կեղտերը մաքրիր, որ ես լուռ ու մունջ քնեմ, քեզ գործերից չխանգարեմ։ Հանկարծ մայրը ընդդիմանա և այդ փոքրին լուր չլսի, ազգուտակին կհավաքի, իր ճչոցով կբողոքի, ամեն մեկն իր խոսքը կասի, խեղճ մայրիկին մոլորեցնի, ծծած կաթը քթից բերի, նորելուկ մայրը լսում բոլորին, փոքրին բանատեղ չի դնում, նրա լեզուն չի հասկանում, փոքրն ավելի է կատաղում, բժիշկների տուն է տանում, նրանց է հիմա բողոքում, խեղճ մայրը ինչ պիտի անի, այսքանի մեջ որին լսի, մայրն ավելի է մոլորվում, փոքրի հոգուց է հեռանում, փոքրն ավելի հիվանդանում, բժիշկներին հոգով կապվում, հաճախ նրանց մոտ է վազում։